Երևանի փողոցներում թափառում են 50,000-ից ավել անտուն շներ։ Հիմնականում աղբավայրերի հարևանությամբ ապրող կենդանիներին տարիներ շարունակ գնդակահարում էին։ Կա նաև ավելի թանկ, բայց ավելի մարդասիրական տարբերակ։ Կենդանիներին ստերիլացնում են, որ չբազմանան։ Այս անգամ մենք սեփական փորձով կհայտնաբերենք թափառող կենդանիներին ու կմասնակցենք վիրահատությանը։ Եթե ոչ յուրաքանչյուրին, ապա 2-ից 1-ին հետաքրքրում են փողոցային թափառող շները։ Ինչ են լինում այդ շները, ովքեր են տանում, ինչու են տանում, ինչ է նշանակում ստերիլացում կամ ստերջացում, հենց հիմա ու այստեղ կփորձենք մենք դա պարզել։ Երևանի փողոցներում թափառում են տասնյակ հազարավոր անտուն ու անտեր շներ, կենդանիներին գնդակահարում են կամ ստերիլացնում։ Սա Հայաստանի միակ շնակացարանն է։ Շանկյանքը փրկելու միակ միջոցը ստերջացումն է, բայց մինչև վիրահատությունը հարկավոր է թափառող կենդանիներին գտնել, բռնել ու տեղափոխել շների միակ կացարանը։ Շները շան վրա չեն աճում, այլին վրա են աճում։ Հանգիստ ես եմ, նորմալ է։ Սեփական փորձովն այս անգամ միացել է թափառող կենդանիների կյանքը փրկողներին ու ոչ միայն ներկա գտնվել, այլև մասնակցել վիրահատությանը։ Բացառիկ նկարահանում ամուր նյարդեր ունեցողների համար։ Բացը կտրում ենք ինչքան որ պետք է հնարավորինս քիչ։ Կտրում ենք։ Իսկ ումա սովորական մարդահամար իմրացիան նորմալ։ Շանկյան, սեփական փորձով։ Սա Հայաստանի միակ շնակացարանն է, փրկենք կենդանիներին բարեգործական հասարակական կազմակերպության կացարանն է, որը միակն է Հայաստանում։ Այստեղ պիտի հանդիպեմ տնօրենի հետ, որը կդառնա իմ գիդն ու ուսուցիչն ու խորհուրդ կտա, թե ուր դիմեմ, ինչ անեմ ու ինչ է նշանակում ստերջացնել շներին։ Ողջույն Նունե ջան, ես Տիգրան եմ Զարան։ Եզակի ու միակ կացարանում են բնակվում 200-ից ավելի շներ, թափառող շների դեմ պայքարելու մի քանի միջոց կա։ Կենդանիներին կամ քնեցնում են, կամ ստերջացնում։ Ըստ միջազգային հետազոտությունների ու փորձագետների, շների մասսայական սպանդը անարդյունավետ է, քանի որ կենդանիները մի քանի անգամ ավելի շատ են բազմանում։ Ստերիլացումը համեմատաբար մարդասիրական ու արդյունավետ միջոց է։ Դեռ նոր էինք մտել կացարան, երբ հիմնական բնակիչները միանգամից վազում են մեր մոտ ու սկսում հոտոտել։ 2-3 շան շրջապատում հայտնվելը դա գուցե նորմալ է ու վախի զգացողություն չի առաջացնում, բայց առնվազն պիտի ուղեղի հետ խնդիրներ ունենաս, որ միանգամից 25-30 գլուխ շնից չվախենաս, ճիշտ չեմ ասում։ Սկզբի համար։ Այստեղ հայտնված շներից յուրաքանչյուրի ճակատագիրը տարբեր է, բայց կապված հուզական թելով։ Այս մեկը արջուկ է, հազիվ է փրկվել։ Նրան բառիբուն իմաստով կախել են ծառից ու այդպես թողել այնքան ժամանակ, մինչև պարանը սկսել է մաշկի մեջ մտնել, ու միայն կոտրվող ճյուղն է, որ փրկել է կենդանու կյանքը։ Դրանից հետո բնակիչներն են խնդրել Նունեին, որ գա ու հոգ տանի կենդանու մասին։ Այստեղ շներին դուք նաև հետևում եք, այսինքն սրսկումներ կոչվածները, Նունեն երկար տարիներ է զբաղվում է թափառող շներով, համոզված է, որ ագրեսիվ շուն չի լինում, ամեն ինչ գալիս է տիրոջից կամ պայմաններից։ Կացարանում կա ընդամենը մեկ շուն, որը վտանգավոր է ու որին միայնակ են բաց թողնում ման գալու։ Խոսքը այս հսկայական հայկական գամփրի մասին է։ Ասում են շանը ծնված օրվանից պահել են լթության մեջ ու հատուկ կատաղեցրել, որ դառնա կռվող շուն։ Դա է պատճառը, որ երբ մոտենում ենք նրա վանդակին, ատամներն է ցույց տալիս ու պատրաստվում հարձակման։
Ըստ վիճակագրության Երևանի փողոցներում թափառում են 40,000 շներ, սակայն հայաստանյան մասնագետները պնդում են, որ թիվն ուռճացված է։ Իմ խնդիրն է գտնել թափառող շուն կացարանի լավագույն մասնագետների աջակցությամբ, որսալ ու սեփական փորձով համոզվել, որ ստերջացումը ավելի արդյունավետ միջոց է։ Այսինքն վիրահատության միջոցով հեռացվում են բազմացման օրգաններն ու շունը չի կարողանում բազմանալ, բայց դրանից առաջ հարկավոր է բռնել գոնե մեկ թափառող շուն։ Կացարանի աշխատակիցներից մեկը, Արսենը, համաձայնում է ինձ օգնել ու ասում, որ իր տվյալների համաձայն արդեն մի քանի օր են ու Բարաշյանի աղբավայրի տարածքում մի շուն է թափառում։ Մենք փորձելու ենք հենց այդ շանը գտնել։ Ես ու ամենափորձառու շների հետ աշխատողը, վարժեցնող չէ, կացարանի ամենափորձառու աշխատողներից մեկը, Արսենը հիմա դուրս են եկել, որպեսզի փողոցային թափառող շուն գտնենք ու որ տանենք ստերիլացնենք։ Ճիշտ եմ ասում, ստերջացնել, չգիտեմ, մի խոսքով ստերիլացնել։ Ինչ-որ տարբերակ կա շանը բռնելու, այսինքն ցանցերով պետք է աշխատել, ձեռքերով պետք է բռնել, համոզելով, կանչելով պետք է անել։ Սենց ասեմ, ամենաընդունված տարբերակը մեր մոտ, որ մենք ենք աշխատում, այդ շանը հաստատել ենք իրական հարաբերություններ։ Առաջերտին այդ ամենակարևորը, այսինքն շանը սիրել, ինչ-որ կերակրել մի քանի ժամանակի ընթացքում, ինքը արդեն թող այդ ազատ շփում կհաստատի, գա կմոտենա քեզ։ Լավ, իսկ ավելի ճիշտ է եք թե որս շուն բռնելը, թե տեղական տարբերություն չկա այդ ամենի մեջ։ Սենց ասեմ, ճիշտ կլինի, թե երկուսն էլ ստերիլիզացված լինեն, բայց հիմնականում եթե բակերում է կատարում ստերիլիզացումը, ինչ որ մարդիկ այդ շանը տեր են կանգնում պահում են, էգին է պետք ստերիլիզացնել, որ էգի վրա որցերը չհավաքվեն։ Էգի վրա որցերը չեն։ Ու սա այն հատվածն է, որտեղ մենք տեսել էինք շանը, փոքրիկ շուն է ինքը, այդքան էլ մեծ շուն չի, բայց թափառող շուն է։ Հիմա պետք է փորձենք գտնել, ասա այստեղ դնենք։ Դնենք։ Նոր շարունակենք։ Մի քանի ժամ սուլոցներով ու կանչերով փորձում էին գտնել շանը, սակայն ապարդյուն։ Մի քանի կիլոմետր ու ամեն թփի ետևը նայելով հասնում ենք վաղուց չգործող արտադրամաս, որի դիմաց վառված ավտոբուս է կանգնած։ Մենք չենք սխալվում ու շունն էլ հենց այդ ավտոբուսի մեջ է։ Սա ամենալավ ուտելիքը շան համար։ Ամենալավ ուտելիքը։ Հիմա խնդիրը որն է, մենք շունը տեսել ենք, շունը այս չգիտեմ, վառված, տրաքած կամ չգիտեմ ինչ ավտոբուսի մեջ է։ Ինքը ուղղակի կապ հաստատելու համար շան հետ, որ հանկարծ չկծի։ Մեզ էլ մեր շունը։ Բոլոր շներն մոտավորապես այսպես սոված են լինում, երբ նրանց բռնում ենք, հա։ Փողոցային շուն է պատրաստ։ Փողոցային շունը։ Ավել չենք տալիս, ինչի ավել կերակուր չենք տալիս, որովհետև բժիշկները, կենտրոնաբանները ասեցին, որ մինչև վիրահատությունը, մինչև ստերջացումը պիտի շունը սոված մնա 5-6 ժամ, գոնե, առնվազն պիտի սոված մնա։ Գնացինք, ինքը անուն չունի, ու դժվար էլ ունենա, բայց ինքը խելոք շուն է։ Ճաղա վանդակի մեջ, չգիտեմ, պուճուրիկին կամ շեկոին։ Ու ինքը վախեցած է հիմա, լավ, ոնց ես հասկանում եմ, բա որ իմանայր քեզ ինչա դեռ սպասվում, բայց չի ուզում մտնի, արի մտի, ճուտով, գնա, մի վախեցի, գնա, չի ուզում մտնի։ Ուզում ես բացենք վերևից, թե։ Դե ոնց որ ասում են, գործը վարկտից է վախենում, հա։ Որը մասերը բայցը։ Ու գնանք։ Հաստատ չի կծի։ Վախեցած շուն, ինքը մեզնից է վախեցել, մենք իրանից, ես ավելի ճիշտ։ Շանը բռնելն առանձնապես մեծ դժվարություն չներկայացրեց, մասամբ Արսենի գիտելիքների, մասամբ շան հանգիստ վարքի, մասամբ էլ համառության շնորհիվ։ Այժմ պետք է շանը տանել կացարան ու ինչպես աշխատակիցներն են ասում, հատուկ բոքս տեղափոխել, որ շան սթրեսն անցնի, հանգստանա ու պատրաստ լինի վիրահատությանը։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Դեռ նոր էինք մտել կացարանի տարածք, երբ բոլոր շները միասին սկսեցին հաչալ իմ ու Նորեկի վրա։ Իրար մեջ բարևում են երևի շները այսպես։
ես չեմ հասկանում ինչի են հաճում, որ նոր շուն են։ Հա, խոսա, ասում եմ այն ին վրա են հաճում։ Շները շան վրա չեն հաճում, այլ ին վրա են հաճում։ Հագից ես եմ, նորմալ է։ Всё, կրծան։ Հիմա մենք բռնաճանը պետք է այստեղ բաց թողենք, այստեղ ինքը ունենա սնունդ, ստրեսային վիճակը կհանգստանա, որ դրանից հետո արդեն տանենք վիրահատության։ Այսպես, արի։ Հենց սա է լինելու փողոցից նոր բերված շան կացարանը։ Այստեղ կենդանին եւ կհանգստանա, եւ կերակուր կտան մի փոքր, քանի որ վիրահատությունից առաջ շատ չի կարելի, եւ կացարանի մյուս շները կամաց կվարժվեն նրա ներկայությանը։ Բոքսերում պահվում են հիմնականում հիվանդ ու նոր վիրահատված շները։ Հարցենը նրանցից յուրաքանչյուրին մոտենում է առանձնահատուկ հոգատարությամբ ու ջերմությամբ։ Մենք թողնում ենք շեկոին, որ հանգստանա ու հեռանում։ Որտեղ է գտնվում վիրահատարանն ու ինչ խորհուրդ է տալիս անասնաբույժը։ Ագրեսիայի ֆակտորն է բավականին նվազում։ Քանի ժամ է տևում վիրահատությունն ու քանի կար է հարկավոր դնել։ Շան կյանք, սեփական փորձով։ Մենք սեփական փորձով ուսումնասիրում ենք թափառող շների կյանքը, որպես կանոն կենդանիներին կամ քնեցնում են կամ ստերիլացնում։ Արդեն բռնել ենք մեկ թափառող շուն, տեղափոխել միակ շների կացարանն ու թողել, որ վիրահատությունից առաջ հանգստանա։ Հիմա արդեն ժամանակն է, որ շանը տանենք վիրահատության, չի դեմ։ Ես իր անունը դրել եմ Շեկո։ Շեկոին տանենք վիրահատության։ Վերադառնում ենք ու շնային բոքսերից Շեկոին զգուշությամբ տեղադրում հատուկ շարժական ճաղավանդակի մեջ, որ գնանք վիրահատարան։ Ըստ նախնական պայմանավորվածության վիրահատությունը սկսվելու է 7:30-ին։ Մի փոքր շտապում ենք, մի փոքր էլ հուզված եմ, քանի որ կյանքումս առաջին անգամ պետք է ոչ միայն դիտեմ, այլև մասնակցեմ վիրահատությանը։ Հիմա Շեկոն իրան դրիվ հանգիստ ազգում, երևի ես եմ ավելի անհանգստացած, Արսեն ջան։ Այստեղ հենց բժիշկն է։ Բարև ձեզ։ Ողջույն վայր ջան։ Վերենք այստեղ արդեն ճաղավանդակը։ Վահին երկար տարիների փորձ ունեցող կենդանաբան է ու դասախոս։ Ասում է, որ իր կամքով չի ընտրել մասնագիտությունը, այլ բալերի պակասի պատճառով է հայտնվել կենդանաբանության ոլորտում, սակայն սովորելու ընթացքում ու հետո սկսել է սիրել ու դարձել է Հայաստանի ամենապահանջված մասնագետներից մեկը։ Ստեղծված կենդանին նախ առաջ իր խառնվածքով դառնում է շատ ավելի հանգիստ, այսինքն ագրեսիայի ֆակտորն է բավականին նվազում, հետևաբար նավատանգը շրջապատի նկատմամբ կտրուկ նվազում է, բացի դրանից համաճարակային առումներով չբազմանալով, նոր սերունդ չտալով նա կանխում է նոր ինֆեկցիաների, վիրուսների շրջանակումը պոպուլյացիայի շրջանակներում եւ նման ընդառ այսպես շատ ավելի մարդասիրական տարբերակ է համարվում ստեղծումը թափառող կենդանիների չբազմանալու, քանի որ եթե վերցնենք հարկադրաբար էվտանազիան, այսինքն հանուն քնեցումը, սա իհարկե բավականին դաժան գործընթաց է, եւ ստեղծելով նա ավելի սերունդ չտալով հանդերձ իր կյանքը բնության կողմից տրված ապրում է եւ ավարտում առանց սերունդ տալու։ Բժիշկն էլ է փաստում ու համոզված է, որ ստերջացումը ավելի մարդասիրական է ու արդյունավետ, քան քնեցումը, առավել եւս գնդակահարումը։ Ընդհանուր վիրահատական process-ը տևելու է 1-1.5 ժամ, սակայն մինչև վիրահատությունը հարկավոր է կենդանուն ստուգել, տեսնել արդյոք հիվանդ չեն թոքերը կամ սիրտը, չափել ջերմությունը, համոզվելուց հետո, որ Շեկոն առողջական խնդիրներ չունի, վերջին փուլում կենդանուն կշռում ենք, որ հասկանանք, թե որքան թմրեցուցիչ է հարկավոր։ Ամեն ինչ պատրաստ է։ Հագնում եմ ստերիլ բժշկական հագուստը, ձեռնոցներն ու սկսում ենք։ Իրան լավ է, չէ՞ զգում, երևի։ Հանգիստ ազգում, հետո նախապատրաստական իրան ներարկեցինք տամպիլացնող պրեպարատ, ինչինք ավելի վախի զգացումը թույլացած է, որը կհեշտացնի տան մանիպուլյացիաները։
Մինչև դեղերը սկսեն ազդել, պետք է նախապատրաստել գործիքները, նշտարները, արյունականգից սեղմակները, վերալայնացուցիչներն ու ասեղնաբռնիչները, բոլորն էլ 126 աստիճան ջերմության մեջ ու 1,5 մթնոլորտային ճնշման պայմաններում են ախտահանվում այս հատուկ սարքում։ Շունը կամաց-կամաց սկսում է քնել, ու քանի որ էգ է, շրջում ենք մեջքի վրա եւ սափրում փորի այն հատվածը, որտեղ պետք է կտրված կանենք արգանդ ու ձվարանները հեռացնելու համար։ Հետո վիրահատական սեղանին ֆիքսում ենք շանդիրքն ու սպիրտով եւ յոդով մանրակրկիտ մշակում վիրահատական հատվածը։ Ծլակի ուղղությամբ պտտելով կենտրոնացնում ենք ծայրամասային։ Այսպես։ Այո։ Մի փոքր ավելի պինդ, որպեսզի մաշկի։ Բայց վախենալ եմ մի փոքր ավելի։ Ես նույնպես եմ անում։ Վահեն ասում է հələ պինդ, վայ։ Այսպես։ Այո։ Բայց ոնց որ։ Չգիտեմ։ Սա նետեմ աղբարկը։ Էստեղ։ Հա, դե։ Ու յոդով։ Մի անգամն էլ Սրանք բացառիկ նկարահանումներ են, քանի որ առաջին անգամն է, որ ոչ միայն նկարահանվում է ստեղծման process-ը, այլև լրագրողը սեփական փորձով է մասնակցում վիրահատությանը։ Վիրահատական դաշտում ուսացնում ենք մազեր եւ որ հանկարծ չհայտնվեն որովային կենթանի։ Ըստ ոլորտի մասնագետների խորհուրդ չի տրվում հեռացնել միայն ձվարանները, քանի որ արգանդը մնալով մարմնում ակտիվ գործում է ու կենդանին հնարավոր է, որ մի քանի տարի հետո արգանդի բորբոքումով սկսի տառապել։ Հենց դա է պատճառը, որ հարկավոր է հեռացնել եւ ձվարանները, եւ արգանդը։ Պատրաստը կատարվում է կողքից անմիջապես ներքև ընկած հատվածում, մոտավորապես նախնական ինչպես վիրաբուժության կանոնն կատարում ենք ինչքան որ պետք է հնարավորինս քիչ։ Բացառիկ նկարահանումներ կենդանաբանական վիրահատարանում։ Կտրում ենք սեղմիչի վրա անմիջապես։ Այստեղ այո։ Ինչպես կանցնի վիրահատությունն ու քանի օր հետո կենդանին կկանգնի ոտքի։ Շանկյանք, սեփական փորձով։ Թափառող շան կյանքը փրկելու համար հարկավոր է ստերիլացնել կենդանուն, այլապես կքնեցնեն։ Դա է պատճառը, որ արդեն կենդանաբանական վիրահատարանում ենք, կենդանին էլ քնած։ Ժամանակն է սկսել վիրահատությունը։ Այժմ բոլոր նրանց, ովքեր թույլ նյարդեր ունեն ու իրենց վատ են զգում արյուն տեսնելիս, խնդրում ենք հեռանալ կամ անջատել հեռուստացույցը, քանի որ ամբողջ վիրահատական process-ը լինելու է աչքի առաջ։ Դուք կարող եք տեսնել, որ կենդանի բացարձակ չի զգում, խառնազնացված է։ Շերտերով բացում ենք, անատոմիական այսպես լրբություն, հատվածը ոչ մի դատից, որովհետև այո, ամենակիչ արմատար անթրին է պարունակում եւ արյան կորուստը գրեթե բացառվում է։ մինիմալ է։ Չէ, գտնում են որովանի խորոչում, այստեղ մեզապարկն է, ինձված եւ ոչ հրի արգանդը բավականին դժվար է գտնելը, որ մի փոքր մորում ենք որովանի խորոչում, այո, արգանդի եւ ջուրը, որ դա օգնում է դες անատոմիայի իմացությունը։ Շան արգանդը երգեղջերանի է ու նման է լատինական V տառին։ Վահեն գտնում ու հմտորեն փոքր կտրվածքից դուրս է բերում առաջին եղջյուրը։ Ձվարանները գտնվում են մի փոքր ավելի խորը, քանի որ շեկոյի արգանդի կապանը մեծ է, հարկավոր է վիրահատական դաշտը նույնպես մեծացնել։ Մի քանի վայրկյան անց Վահեն դուրս է բերում առաջին ձվարանը։ Ձվարանը, Դա ձվարանն է։ հացա ձվարանն է, պատված ճարպային հյուսվածքով, կողանջատելուց հետո ավելի կարս կտեսնեք։ Այդպես է։ Սա ձվարանն է, դուրսամբ արնատար խոշորանոցներով, հետո շատ կարևոր է բավականին շահելի ճշգրիտ կարեր դնել։ Հարկավոր է ձվարանի տակից կարեր դնել ու փակել դրանց կենսունակությունը։ Վահեն ասում է, որ ավելի երկար ժամանակ է հարկավոր ճշգրիտ կարեր դնելու, քան բուն վիրահատական process-ի համար։
Վիրահատությունը այնքան էլ բարդ չէ։ Երկու ձվարանների տակից հարկավոր է կարեր դնել, հետո կտրել ձվարանները։ Նույն տարբերակով էլ արգանդը պետք է վիրահատել ու փակել բացվածքը։ Ես ձեզ կտամ մկրատը եւ դուք ինքներդ կհեռացնեք։ Ես զանանից այո վերև ներքև դնում ենք երկու սեղմիչ, նույնիսկ կանք մկրատը եւ մասնատերով կտրեք։ Կտրում եք սեղմիչի վրայով անմիջապես։ Այստեղից, Այո, այստեղից հիմա կտրեմ անի։ այո, Հաստատ։ հաստատ։ Ես էստեղ եմ։ Կտրեմ Հաստատ կտրում եք։ Վերջ։ Ինձ ռայանը արդեն հեռացված է, ջուրորալը։ Իսկ թվում է սովորական մարդու համար իմ ռեակցիան նորմալ է։ Ստացվում է, ու առաջին ձվարանը սեփական փորձով եմ հեռացնում։ Ամուր ու հուսալի կարեր դնելուց հետո Վահեն հանում է երկրորդ ձվարանն ու էլի ինձ է տալիս մկրատը։ Հավատացնում եմ մի քանի անգամ ավելի հեշտ է խոսել, քան սեփական ձեռքերով կտրել կենդանի մարմնի ձվարանները։ Ինձ այդտեղ էլի Այս հատվածին մի քիչ այլ, մի քիչ այստեղից, այստեղից կտրեմ։ այո։ Վերջ։ Սա երկրորդ անգամ արդեն խափում եմ բարդը։ Նույն տարբերակով կարում ու հետ ենք տեղադրում վիրահատված ձվարանները։ Հերթը արգանդինն է, ու քանի որ ամենամեծ արյունատար անոթներից մեկն է սնուցում արգանդը, այստեղ որոշակի հմտություն է հարկավոր։ Պետք է ամուր կարել այն, որից հետո միայն կտրել ու հեռացնել արգանդը։ Սա նույնպես պետք է ես անեմ։ Այս անգամ հարկավոր է մի քանի անգամ ավելի զգույշ ու ուշադիր լինել եւ միլիմետրերի ճշգրտությամբ կտրել։ Այստեղից, հա։ Մի քիչ վերև, հենց կենտրոնով։ Այստեղ։ Այո, Այստեղից կտրեմ, հաստատ կտրեմ։ Վերջ, այս շունը այլևս երբեք չի կարող սերունդ տալ, բայց փոխարենը կապրի իր կյանքը խուսափելով քնեցումից։ Այժմ հարկավոր է կարեր դնելով փակել վերքը։ Կան հատվածներ, որտեղ ընդհատվող կարեր են դրվում, կան նաև որ կապակցված։ Բոլոր թելերն էլ որոշ ժամանակ անց լուծվելու են օրգանիզմում։ Վահեն վերջին կարն է դնում։ Վիրահատությունն ավարտված է ու մնում է, որ շեկոն աչքերը բացի։ Հարկավոր է սպասել 10-15 րոպե։ Կամաց կենդանին ուշքի է գալիս։ Շունը արդեն արթնացել է։ Շեկո։ Ճիշտ է, հիմա ինքը դեռ 2 ժամ, հա 2 ժամ մոտ։ 2-2.5 ժամ դեռևս ներվիրատմրած վիճակում։ Վիրահատությունը անցել է հաջող ու կենթանին 4 ոտքերի վրա շուտով կկանգնի։ Արդեն աչքերը բացել է, նորմալ վիճակում է, չէ՞։ Վիրահատարանի շեկոին տեղափոխում ենք կացարան։ 2 օր հետո նա արդեն վազում է ու խաղում այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել։ Միջազգային փորձագետներն ու ոլորտի պատասխանատուները բոլորը միաձայն պնդում են, որ թափառող շներին մեկընդմիշտ քննեցնելը ամենաանարդյունավետ ու վայրի միջոցն է։ Շատ ավելի նախընտրելի է ստերիլացումը։ Շեկոն վսկապով է ու դա նշանակում է, որ կենդանին ստերջացված է։ Ագրեսիվ չէ, սերունդ տալ չի կարող ու այս շանը գնդակահարելը կամ քննեցնելը իմաստ չունի։ Դա ավելորդ ու անիմաստ դաժանություն է։ Մենք շեկոին ու նրա հարյուրավոր ընկերներին թողնում ենք կացարանում ու հեռանում։ Այստեղ գտնվող գրեթե բոլոր կենդանիներին կարելի է վերցնել ու պահել, ու գուցե հենց այստեղից վերցրած կենդանին փրկի ձեր կյանքը։